Բարև ձեզ, հարգելի բարեկամներ։ Այսօրվա եթերում մի քանի թեմա կլուսաբանենք, միասին եւ նախ եւ առաջ ես ոնց հասկացա այսօր Facebook-ում նայում էի գրառումները, հասկանում եմ, որ առաջի հերթին պետքա խորին ցավակցություններ բերեմ ֆուտբոլային մոլագարներին բոլոր, Ես չէի պատկերացնում, որ այդպես մեծ նշանակություն ունի ֆուտբոլը մեր հայրենակիցների համար, երեկվանից չէ, մի քանի օր առաջ էր, ինչ որ Վրաստանի հետ խաղեր տեղի ունեցել Երևանում, մեր հավաքականը պարտվել էր, հիմա այսօր Թիֆլիսում այդ խաղը տեղի ունեցավ, դարձյալ մեր հավաքականը պարտվեց։ Ընկերներ, ես հասկանում եմ, իհարկե, այդ երկրպագուների զգացումները, դրա հետ մեկտեղ այնքան կարծիքներ եմ տեսնում, որ ֆուտբոլի անկումը Հայաստանում տեղի ունենում, ինչ մտածում հանրապետության ղեկավարը, ձեր ցավը տանեմ, եթե հանրապետության կառավարման արդյունավետությունը չափվեր ֆուտբոլում հավաքականը ինչ տեղ է գրավում, այդ համաշխարհային վարկանիշային ինչ որ աղյուսակում, դա կնշանակեր, որ աշխարհի ամենահաջողակ երկրները դա Արգենտինան է, Բրազիլիան է, չգիտեմ, Ուրուգվայն է, Իսպանիան է, դա ամենևին այդպես չի, նույն ձև կնշանակեր, որ ԱՄՆ-ն, Նորվեգիան, չգիտեմ, Շվեյցիան, Շվեյցարիան, դրանք բանի պետք չեն, էլի, այդ երկրները իրանց կառավարման մոդելներով, բայց մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ դա այդպես չի եւ եկեք ուղղակի բոլորս հիշենք, որ սպորտը, բան չասեցինք, այնպես չի, որ ամենազարգացած երկրները ունեն ամենահաջող սպորտը, ոչ, ամենևին էլ ոչ, էլի։ Մի քիչ ընդլայնելով այդ թեման, ուրեմն մի շարք այլ հրապարակումներ էլ տեսա, ինչ որ մի հատ դերասան միացել է, չգիտեմ, սրա թեմին, նրա թեմին, այդ ֆենոմենը, երբ որ հայտնի մարդկանց ավտոմատ համարում են խելացի եւ հմուտ ինչ-ինչ հարցերում, այդ ֆենոմենը առկա է ամբողջ աշխարհում, երևի, բայց ամենավառ դրսևորումը դրա ես տեսնում եմ այսօր Հայաստանում, այս ինչ դերասանը, ձեր ցավը տանեմ, այդ դերասանը հայտնի է այնքանով, որ դուք իրան տեսել եք հեռուստացույցով, չգիտեմ, կինոթատրոններում, մեծ էկրանի վրա եւ այլն։ Ինքը հայտնի չի որպես ինչ որ լավ մասնագետ, բացի իր ոլորտից, Սենց ինչ որ տարական բաներ եմ ասում, ես ինքս էլ զարմանում եմ, որ ստիպված եմ այս բաները հնչեցնել։ Լավ, մինչև հիմա փաստորեն մարդիկ կան, որ այդ այնց, եթե այս հայտնի մարդը այս մի բան ասեց, դե չէ էլի, բացարձակապես չէ։ Եթե ինչ որ մի հատ լավ ֆուտբոլիստ կա, չի նշանակում, որ ֆուտբոլից այն կողմ ինքը ինչ որ մի բանում գիտակ է։ Ամենամեծ հավանականությամբ ոչ, ֆուտբոլից այն կողմ ոչ մի բանում էլ ինքը գիտակ չի։ Եթե ինչ որ դերասան կա հայտնի, էլի չի նշանակում, որ իր արվեստից դուրս ինքը ինչ որ բանում գիտակ է։ Ամենևին էլ ոչ։ Չենք ժխտում իհարկե, այն սովետի վաղտվա դեռ բավականին զգալի այդ բանը շերտը արվեստի գործիչների, որոնք իրանցից այո մտավորականներ էին ներկայացնում եւ այսօր էլ կան, այնպես չի որ, Յուրի Շևչուկի, չգիտեմ, այնտեղ Մակարևիչի նման, գործիչներ կան արվեստի, որոնք իրանց դրսևորում են որպես մտավորականներ։ Բայց այս մեր մանրածախ դերասաններին որպես չափանիշ ընդունելը, դե ընկերներ, լավ, չեմ կիսում այդ կարծիքը, այսպես ասեմ, ամեն մեկը իր մոտեցումը ունի։ Հիմա լավ, անցնենք այն թեմաներին, որոնց լուսաբանելու խաթր էր, էլի, այս եթերը, մի որոշ ժամանակ առաջ Facebook-ում ես մի հատ հրապարակում տեղադրեցի, որը վերաբերվում էր Ադրբեջանում գտնվող եւ այսօր որպես ամբաստանյալ հանդիսացող մի շարք քաղաքական գործիչների, պետական քաղաքական գործիչների, պետական գործիչների Արցախի շրջանակներում, դա ի պատասխան էր այն գոչերին, որոնք արդեն ողողել էին սոցցանցերը, հատկապես Facebook-ը,
Ինչ է մտածում Հայաստանի կառավարությունը, այս մարդկանց պետք է այնտեղից դուրս հանել բան։ Հա, մնում է մի հատ նայենք կահույքի տակ կախարդական փայտիկը որտե՞ղ է գլորվել, էլի, ինչ որ արանքի մեջ է գլորվել, հատակի եւ կահույքի արանքը։ Հենց այդ կախարդական փայտիկը գտանք, առաջինը կարելի է այ իրանց ընդեղից Բաքվից տեղափոխել Հայաստան։ Ես չեմ վերլուծում այն հիմարության խորությունը, որը սենց չռում էր էլի այդ հրապարակումներից, ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը, չեմ հասկանում, կարող է գիտեք Հայաստանի իշխանությունը ԱՄՆ-ի իշխանությունն է, Հենց ունքերը կիտեցին եւ Ալիևը ասեց, վայ, բա շուտ ասեիք, այ մարդ, որ այս մարդկանց պետք է արտահանցնենք Հայաստանին։ Մենք էլ չենք պատկերացնում, էլի այն անեկդոտի նման, որ այռուծած մահա չես ուզում, չեմ ուտի։ Գիտեք թե տենց, այդ հեշտ ու հանգիստ։ Ինչի այսօր ձեր կարծիքով անգամ ԱՄՆ-ի ղեկավարությունը, որ թեթևակի ճնշում գործադրի Ալիևի վրա, նա էլի այդ մարդկանց արտահանձնողը չի, որտեվ սա իր համար քաղաքական դիվիդենդներ է։ Այս պարզ բանը ախր բացատրելու, եթե կարիք կա, նշանակում է ինչ որ մի բան այն չի այդ մարդկանց հետ, ովքեր այդ գոչերը անում են, էլի։ Ինչա Հայաստանի կառավարությունը մտածում է քո մասին, Հարգարժան ջան, այդ որ տենց գոռում գոչում ես քո փափուկ տեղը նստած էլի փափուկ բազմոցի վրա, մտածում է քո մասին։ Ոնց անի, որ դու քեզ լավ զգաս։ Երևի այնքան լավ ես զգացել հավաքական քաղաքացի ջան, էլի, որ արդեն էլ ուրիշ դարդուցավ չկա, մնացել է հարցը, այ ոնց անենք այն մեր քաղաքացի, դրանցից որն է մեր քաղաքացին ամոթ չլինի հարցնել։ Մի հատ Ռուբեն Վարդանյանն է երևի։ Թե որ կապուտ անձնագիր ունեն, դա ավտոմատ նշանակում է, որ մեր քաղաքացիներն են։ Մեր ազգակիցներն են, հասկացա։ Բայց դուք հենց դիմում եք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, բա մեր քաղաքացիներն են, ոչ մեկն էլ մեր քաղաքացիները չեն։ Նախ, երկրորդը, Արցախի պետականությունը տապալողներն են։ Պարզ տեքստով ասում եմ, Արցախի պետականությունը տապալողներն են։ Ճիշտ է, այդ տապալողների մի մասը լավ էլ դուրս պրծան, այստեղ շատ հետաքրքիր հարց է իհարկե առաջանում, մի քիչ հարցից հարց թռնելով էլի, այդ ոնց եղավ, որ են կարկառուն դեմքերը։ Տասնամյակներ շարունակ շատ հայտնի, շատ որոնվող ադրբեջանական իշխանությունների կողմից հեշտ ու հանգիստ կարողացան այդ սահմանը բոլոր այդ բաները հսկիչ այդ պոստերը բաները անցնել եւ ոչ մեկի մտքով չանցավ ասել այ Հարգարժան ջան դու այնտեղ գեներալ էիր, բանակ էիր ղեկավարում, դու ես ինչն էիր, դու այն ինչն էիր։ Հանգիստ իրանք այնտեղից եկան, մտան Հայաստան, այս մի քանիսին չթողեցին գալ։ Հարց չի առաջացնում։ Լավ, հարց չի առաջացնում, բայց պատասխան հո առաջացնում է, չէ։ Ես տեսնում եմ այս ամեն ինչը որպես ռուսերեն բառ պետք է օգտագործեմ ինսցենիրովկա, Տենց լավ թատերական բեմադրություն է։ Հիմա այս մարդիկ այնտեղ արդեն տվել են այսքան ցուցմունքներ, այսքան, ամեն մեկը, որ զենքը ստացել ենք Հայաստանից, Արցախում տեղակայված է եղել հայկական բանակը, պատերազմում մասնակցել է հայկական բանակի կանոնավոր զորամիավորումները, մի խոսքով, այն ինչ ցուցմունքը, որ պետք էր Ալիևի ռեժիմին, այսպես անվանենք, մեր այս ճակերտավոր ազգակիցները տվել են այդ ցուցմունքը։ Եռանդով այն գոչեցողներին, ինչա մտածում իշխանությունը, ինչի իրանց չի բերում, այստեղ մի բան էլ հիշացնեմ։ Երբ որ իդեպ մի քանի անգամ Հայաստանի արտգործնախարարությունը համապատասխան հայտարարություններով հանդես է եկել, երբ որ Հայաստանի իշխանությունները ձայն էին բարձրացնում, որ այս մարդկանց այնտեղ պահում են ինչ որ ոչ նորմալ պայմաններում, խոշտանգում են, ճնշում են, իրագործում իրանց վրա, հանրորեն հայտարարում էին հարգելի ամբաստանյալները, որ մի զրպարտեք մեր ազնիվ ադրբեջանցի այս իրավապահ մարմիններին, մի զրպարտեք, մեզ այստեղ շատ լավ են վերաբերում, դո չեմ էլ կասկածում, որ ձեզ այդտեղ շատ լավ են վերաբերվում, չեմ էլ կասկածում, այդ ձեր ոտները կաղկցելն էլ շատ լավ պարզ է էլի,
ինչով էր պայմանավորված ձեր մնալը, մնացածի գնալը։ Ուղղակի զարմանում եմ, որ գտնվում են մեր երկրում դեռ մարդիկ, ընդ որում կան մարդիկ այդ գոչեցողների մեջ, կան բավականին խելացի մարդիկ, որ չես կարող ասես էլի, սա հիմար է, ուղղակի դե չի հասկանում, ոչ խելք ունի, ոչ մեղք ունի, չէ։ Լավ էլ հասկանում են։ Բայց իմ ընկերը Գոռամատունի մի հատ լավ խոսք ուներ, ասում էր, «Это люди, վաու, որ մի հատ, սենց ինչ-որ մի հատ հայպ էլի ելնի, մի հատ ինչ-որ մի հատ ցնցող բան, մի հատ լաց ելնեն եռաբլուրում, պարտադիր նկարելով 4 կողմից էլի, հա։ Այ մենք սենց հայրենասեր ենք, այ ձեր ցավը տանեմ, ձեզ չտեսանք էլի։ Ոչ այն առաջի պատերազմի ժամանակ էիք դուք երևացել, ոչ այս երկրորդ պատերազմի ժամանակ էիք երևացել։ Չէ, բան չունեմ ասելու, դիվանի վրա նստած Facebook-ում հրապարակում անել, էդ էլ իր տեղն ունի։ Բան չունեմ ասելու, հա դե մեկն էլ պետքա դիվանի նստած է տանի։ Մեկը պետք է խրամատում լինի, մեկը դիվանի նստած, նորմալ է, ամեն տեղ էլ է տենց է, հա։ Բայց իրանց ցայնը այնքան լսելի էր դարել էլի արդեն, որ adekvat մարդիկ ոնց դե էդ էլ արդեն բան է, այդ հանրային ճանաչում ձեռք բերելու ինչ որ մի ճանապարհ է։ Ուղղակի այդ ճանապարհը այնքան սպեկուլյատիվ է, որ չգիտեմ էլի այդ ինչ աշճանի պետքա մարդիկ տենչան այդ հանրային ճանաչությանը, որ այդ գնով նվաճեն դրան։ Լավ, համարենք, որ այդ թեմայի շուրջը բավականին խոսեցինք, վերջերս էլի Facebook-ում տեսա, մի հատ հրապարակում էր ինքնաթիռում Մոսկվա-Բաքու չվերթի ընթացքում, այնտեղ ուղևորներից մեկը, որը ըստ երևույթի ադրբեջանցի է, բարձրաձայն դժգոհում է, որ ճաշացանկում առկա էր հնդկահավը հայկական տարբերակով, հա, տենց էլ նշված էր ինքը։ Բնականաբար բոլոր adekvat մարդիկ, ասենք, հա, ծիծաղով են վերաբերվում, էլի, բոշայության այն նման դրսևորմանը, հա, ով կարա տենց էլի ընդվզի ինչա թե գրածա հայկական եղանակով, հա, պատրաստած հնդկահավ, դա մենակ, ասենք, չգիտեմ, էլի, ներքուստ ճնշված, իրանց նեղացած զգացող, հա, իրանց թերությունը գիտակցող, ինքնահաստատման շատ մեծ կարիք ու պահանջ ունեցող մարդիկ, եւ մենք այս տասնամյակների ընթացքում կհիշեք էլի, մենք հա ծաղրում էինք մեր հարևան հանրապետության այն ներկայացուցիչների վրա, ովքեր որ այնպես մեկ էլ տոլմայի շուրջը մի հատ բանավեճ կբարձրացնեին կամ լավաշի, կամ այս մեր տարածաշրջանի պատմության մասին մի հատ խելոք դեմքով մի հատ հիմարություն դուրս կտային էլի, հա, չգիտեմ, մի քանի նարատիվ էին տարածում, որ հայերը առհասարակ Հնդկաստանից են եկել, մեկ Հնդկաստանից, մեկ Բալկաններից, չես հասկանա, այս հայերը երևի ամենաճիշտը լուսնից են ընկել, էլի, հա, հայտնվել են այստեղ Անդրկովկասում։ Մի խոսքով, մենք միշտ ծաղրում էինք իրանց եւ տեղին էինք ծաղրում։ Հիմա այդ հրապարակումը, որ ասեցի, հա, այդ հնդկահավի շուրջը, մի շարք մարդիկ ինչ է մտածում Հայաստանի ղեկավարությունը։ Երևի Հայաստանի ղեկավարությունը, հարգելի հիմար ջան, պետք է մտածի, թե ոնց էլի այս նորմալ երկրում մեծացրեցին այ քո նման հիմար, որը կարա այտենց բան գրի, էլի, թե ինչ է մտածում Հայաստանի ղեկավարությունը։ Այս ադրբեջանցի տեսեք ինչ է խոսում, բա Հայաստանի, վայ, ես ձեր ցավը տանեմ։ Այս աշճանի, լավ, այս ուր ենք հասել մենք։ Ինչ ենք ակնկալում։ Լավ, ինչևիցե, մի հատ առանձին ուզում եմ շոշափեմ սոցիալական արդարության ջատագովների կողմից, ես էլ եմ այդ ջատագովներից մեկը, հա, բայց այդ ջատագովների կողմից հնչեցվող կոչերը այն անձանց հանդեպ, որոնք որ գիտենք իրանց հանցավոր գործունեությունը հանգեցրեց Հայաստանի բյուջեի մսխմանը, հա, այս բանակի թուլացմանը, այս թալանին եւ այլն, բոլորը գիտեն ում մասին է խոսքը, որ անձանց մասին է խոսքը։ Հիմա կոչեր են լսվում էլի բավականին հաճախ, որ ամեն գնով պետքա
իրանց պատասխանի հրավիրել։ Տեսեք ուրեմն ընկերներ, այդ ամեն գնովը կարելի է հասկանալ տարբեր ձևի ու առաջինն է, որ մի հատ ծանր քար վերցնում ես, տալիս ես դրա գլխովը։ Այդ էլ է ամեն գնի մեջ մտնում։ Բան չասեցի։ Քրեական օրենսգիրքը բոլորին հասանելի է, կայքում էլ կա։ Այն մարդը, որ կարդում է քրեական օրենսգիրքը, տեսնում է, որ այս ինչ հոդվածով իրան դրա համար ցմահ դատապարտել են, ու դիցուկ, հա։ Այնուամենայնիվ պատրաստ է գնալ այդ քայլի, այդ քարը վերցնում է, տալիս է, չգիտեմ, Պողոսի կամ Պետրոսի գլխովը։ Բան չասեցի, այդ մարդկանց դեմ հնարավոր չի պայքարել, ոնց որ հնարավոր չի ահաբեկիչների դեմ պայքարել, Իսրայելում գիտեք, հա, ասենք օրեկան ժամանակին 80-ականներին իմ հասակակիցները կհիշեն, 80-ականներին օրեկան մի հատ ահաբեկչական ակտ է տեղի ունենում։ Հա, մարդը պայթուցիկը կապում է իր վրա, շորը վերևից հագնում է, մտնում ավտոբուսի մեջ, ինքը իրան պայթեցնում է եւ մնացածին էլ իր հետ։ Այդ մարդու դեմ դու չես կարող պայքարես։ Ինքը գիտակցաբար գնում է այդ քայլի, ինքը պատրաստ է մահանա, հա։ Ինչ կարաս անես իր դեմ։ Ոչ մի բան։ Չէ, կան իհարկե տեխնիկական միջոցներ, հա, որ այդ պայթուցիկը կարելի է հայտնաբերել բան։ Ասածս որն է, այն մարդը, որ գիտակցաբար գնում է ինչ-որ մի քայլի պատիժը գիտակցելով, բայց պատրաստ է այդ պատիժը կրել, բան չասեցի։ Հա, մնացած բոլորին եմ ուզում հարցնեմ, էլի, այդ որ ասում եք ամեն գնով, ամեն գինը որն է։ Ոստիկանական, ասենք, այն 1980 այս բառը օգտագործելու համար ոստիկանական բեսպրիձելը, դա ի նկատի ունեք, կշտացել ենք ախր, ընկերներ։ Չէ, գիտեք, շատերը չեն էլ տեսել դա, ինչ մի քիչ կարող է հիմա բառեր օգտագործեն, որը վայելել չի, էլի հանրորեն օգտագործել, հազար ներողություն, ուղղակի ես ուզում եմ մի քիչ մատչելի ձևով էլի սա ներկայացնեմ։ Շատերը ասում են, բայց ինչ բեսպրիձել է, այ ձեր ցավը տանեմ, դուք խոտի կյանքով ապրել եք, ոչ մի բանի մեջ չեք եղել։ Ձեր համար ձեր աչքը քաշած ընդեղ հա մի հատ անկյունում գոյատևել եք, դա հա պարզա չեք առնչվել ոչ մի բանի հետ։ Մի քիչ որ կյանքի մեջ ավելի ակտիվ մասնակցեիք, թե քաղաքական, թե սոցիալական, բիզնեսի մեջ որ լինեիք ներգրաված, այ կիմանայիք բեսպրիձելը որն է, այն տարիների ընթացքում։ Հա, ով որ խոտի կյանքով ապրել, բնականաբար չի իմանալու, որ այդպես բաներ կային։ Բնականաբար։ Հիմա այդ կոչերը շատ վտանգավոր են, ընկերներ։ Դե կոչերը ինքը կոչը չի վտանգավոր, կոչը մնալու է այտենց անհետևանք։ Այդ տրամադրությունն է շատ վտանգավոր։ Եթե դուք պատրաստ եք, էլի, որ այն ամենավատ մարդկանց դեմ, չգիտեմ, Քոչարյանն է, Սարգսյանն է, Պողոսն է, Պետրոսն է, հա, մյուսը, եթե դուք պատրաստ եք, որ իրանց դեմ պետքա կիրառվի այդ ոստիկանական բեսպրիձելը, պատրաստ եղեք, որ վաղը դա կարող է կիրառվի ձեր դեմ, մեր բոլորիս դեմ։ Մենք դրանից կշտացել ենք արդեն այդ բեսպրիձելից, հա, հիմա այն մարդիկ, ովքեր դա տեսել են, իրանք տենչում են կարգ ու կանոն, իրանք տենչում են իրավունքի առաջնություն, իրավունքի ուժը։ Ոչ թե ուժի իրավունքը, ոչ մի լավ բանի չի բերի դա, ոչ մի լավ բանի։ Ովքեր իմ կենսագրությունը գիտեն, քաջատեղյակ են, որի մոտ կա շատ կոնկրետ վերաբերմունք այդ նախկին տականքների հանդեպ, հա, գիտեն, որ, հա, ես ինչ-որ քայլերի գնացել եմ, պատրաստ եմ եղել այդ պատիժը կրել եմ այդ պատիժը իմիջայլոց, հա, նորից եմ ասում, ովքեր իմ կենսագրության հետ ծանոթ են, այդ ամեն ինչը շատ լավ գիտեն։ Բայց մի բան է դա անհատը իրա կողմից, նա свой страх риск ոնց որ ասում են, հա, ռուսները։ Ուրիշ բան է, որ դա հանգարց դառնա պետական քաղաքականություն։ Այդ ուժային մեթոդները, օրենքի դաշտից դուրս մեթոդները, ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի։ Ես ձեզ հավաստիացնում եմ։ Նորից եմ ասում, տեսել ենք դա, կշտացել ենք։ Այն անկախության առաջի օրերից, Լևոն Տեր-Պետրոսյանի օրերից, հենց այն ժամանակ էլ իմիջայլոց այդ ոստիկանական անչափ անսահման պետություն մի հատ, հա, ձևավորվեց իր ուժային կառույցներով, որ մի կառույցը մեկն էր ղեկավարում, մի կառույցը մեկը, երկու հոգի, որոնք իրանց կյանքում բան չէին տեսել, որոնք ոչ համապատասխան կրթություն ունեին, ոչ համապատասխան մասնագիտություն, ոչ էլ համապատասխան կյանքով էին ապրել, հա, մեկը գյուղից դուրս եկավ, մյուսը չեմ էլ ուզում ասեմ, որտեղից դուրս եկավ, հա, մեր գլխին, օին, հա, մեկը ոստիկանությունը ղեկավարեց, մեկը բանակը ղեկավարեց, ինչի դա հանգեցրեց, տեսան։ Այդ օլիգարխատը իրանց ձեռքով ստեղծեց, այսօրվա բոլոր օլիգարխները, հա, իրանց համատեղ ջանքերի արգասիքներն են։ Այդ ամբողջ անարդարությունը, չնայած հիմա էլ մարդիկ գտնվում են, որ տենց մեծ գովքով են էլի,
Այ Վանոն նախարար էր, հա, այ Վազգեն, այ մարդ, դուք ինչ գիտեք ախր, Վազգենը ինչ նախարար էր, Վազգենի ժամանակ բանակում եղել եք, ես եղել եմ, կարամ պատմեմ բանակը ոնց էր թալանվում, այդ ամեն ինչը տեսել եմ իմ աչքով, կարամ պատմեմ, որ զինվորը սոված էր, զինվորը շոր չուներ, հա, Վազգենի, այն որ սպարապետը, հա, այդ սպարապետն էր, այդ դուք կյանքի աստառը չգիտեք, նորից եմ ասում, էլի ովքեր են խոտի կյանքով ապրել են, իրանց աչքը քաշած, հա, հիմա չեն էլ պատմում, բայց խոսելուց լեզուները այսքան երկար է, էլի խոսացեք, փառք Աստծո, այսօր խոսելու համար ոչ մեկին ծեծելով զուգարանում չեն սպանում, մեծ նվաճում է դա, ուղղակի երբ որ այդքան խոսում եք, մի հատ պատրաստ եղեք առարկություն էլ լսել, էլի, ու մի պատկերացրեք, որ դուք ամենագետն եք, էլի, չէ, կյանք չեք տեսել դուք, եթե դուք մինչև հիմա չգիտեք, թե Վանոն իրանից ինչ էր ներկայացնում, թե Վազգենը իրանից ինչ էր ներկայացնում, լավ, պետք է մի երկու բառ ասեմ այս գալիք ընտրությունների մասին, տարածքային ինքնակառավարման մարմինների, մեծ գոհունակությամբ ընկերներ, ես ուզում եմ շեշտեմ, որ վերջապես մենք ունեցանք նորմալ ընդդիմություն, չէ, մենք ունեցանք ընդդիմություն, մինչև այդ կային հանցագործներ, որոնք իրանց վրա այս ճակատներին սենց գրել էին ընդդիմություն, հա, բայց այդ նույն բանը, որ Ալ Կապոնեին համարեին ընդդիմադիր, չէ, նա ընդդիմադիր չէր, նա բանձիտ էր, ընդամենը, սրանք էլ բանձիտներ էին, ինչ ընդդիմություն, ինչ բան, հիմա մենք վերջապես ունենք ընդդիմություն, նորից շեշտեմ, մեծ գոհունակությամբ եմ դա ասում, ասենք նույն Եվրոդաշինքն է, հա, որ հանդես է գալիս արդեն որպես քաղաքական ուժ, եթե մինչև այդ հասարակական ուժ էր, շատ ինձ մեկը ուրախացնում է դա, վերջապես այն մարդիկ, որ ասում էին, դե սևա սպիտակը, ահա, կա երրորդ տարբերակը, չորրորդ տարբերակը, չգիտեմ էլի, մի շարք կան հնարավորություններ, ձեր ընտրությունը կատարելու կարաք, ձեր ձայնը տաք, նրան, կարևորը, որ արդեն կա այդ ընտրության հնարավորությունը, հա, ես ոչ մի քարոզ չեմ անի, ոչ մի կոչեր չեմ անի, ոչ մի քաղաքական ուժի գովազդով չեմ զբաղվի, այն ուժերը, ովքեր այսօր իշխանություն են, եւ այն ուժերը, որոնք այսօր ընդդիմություն են, բանձիտներին չեմ հաշվում, հա, նրանց էլ շատ գնահատում եմ, շատ հարգում եմ, հա, դուք արեք ձեր ընտրությունը, արդեն, սա իհարկե չի վերաբերվում երևանցիներին, սա վերաբերվում ասենք գյումրեցիներին, հիմնականում, հա, փառաքարում էր, մեկ էլ այդ ընտրությունը լինելու, մի խոսքով, ես մեկը շատ ուրախ եմ, որ կա այս հնարավորությունը, ընտրել, ահա, ընդդիմությունից թեկուզ, մնացածը ձեր գործն է, որտեվ կա ընդդիմություն, ոչ թե բանձիտներ, կուզենայի մի քանի բառով էլ ընկերներ անդրադառնամ այս վերջերս շատ արծարծվող մտավախություններին Ամերիկայի վարչակարգի հետ կապված, դեռ մինչև Ամերիկայի ընտրությունները այդ հարցերը ծեծվել են, քննարկվել են, եթերում էլ է դրա մասին ասվել, ես էլ եմ ասել, Գոռամատումին էլ է ասել իր հերթին, որ Տրամպը դա իհարկե կատաստրոֆա է, դե հիմա այդ կատաստրոֆան եկավ գլխներիս, շնորհակալություն իմիջայլոց Ամերիկայում բնակվող մեր ազգակիցներին, որոնք նենց էին Տրամպի ջատագովներ որպես հանդես գալի, ոնց որ Տրամպը իրանց բարեկամներ, չգիտեմ, պարզ է, որ մենակ այդ մի 2 միլիոն հայերով Տրամպը չեր ընտրվի, ինչևից է, ունենք այսօր այն ինչ որ ունենք, հիմա եկեք մի հատ ստապ դատենք, ստապ գնահատենք այս իրավիճակը, իհարկե, շատ վատ է, որ նախագահն այսօր ընդեղ Տրամպն է, շատ վատ է, որ USAID-ի գործունեությունն է կասեցվում, մյուսը, հիմա սա արդեն տեղի ունեցածն է, ամեն մի իրավիճակում, գիտեք, որտեղ առկա է ինչ-որ մարտահրավերը, ինչ-որ սպառնալիքը, ես ասում եմ, փայտը միշտ երկու ծայր ունի, էլի, ամեն մի նման իրավիճակում կա բացի այդ սպառնալիքից նաև հնարավորություն, հա, Տրամպը անկանխատեսելի է, բայց դրա հետ մեկտեղ չէ որ կան մարդիկ, ահա, Վլադիմիր Պուտինը
օրինակ, որ կարողանում են Տրամպի անկանխատեսելիությունը, ավելի շուտ դա ոչ թե անկանխատեսելիությունը, հա, Տրամպի թույլ տեղերն էլ գիտեն շատ լավ էլ օգտագործում են, ես դաժե կասեի չարաշահում են, հա։ Հիմա մեր դիվանագիտությունը, ես ոչ ուզում եմ թերագնահատեմ, ոչ ուզում եմ գերագնահատեմ, բայց ուզում եմ ուղղակի հույս հայտնեմ, որ մեր դիվանագիտությունը այդ հնարավորությունները կօգտագործի։ Չգիտեմ ինչքանով կստացվի, դա հեշտ բան չի, բայց կա հնարավորություն եւ այդ հնարավորությունը կարելի է օգտագործել։ Հիշեցնեմ, որ Տրամպի ամենամոտիկ թիմակիցներից մեկը բավականին լուրջ հայամետ հայացքներ ունի, խոսքը գնում է Ռուբիոյի մասին, որը պետքարտուղարն է, իսկ պետքարտուղարի պաշտոնը ինքը դե յուրե երկրորդը չի, որտեվ երկրորդը դա փոխնախագահն է, հետո այնտեղ կա ներկայացուցիչների պալատը, մի խոսքով, բայց դե ֆակտո դա երկրորդ պաշտոնն է ԱՄՆ-ում։ Ну, գործադիր իշխանությունում, որ շատ ավելի մեծ կշիռ ունի պետքարտուղարը, քան փոխնախագահան։ Սա հնարավորություն է, ընկերներ։ Ես ուզում եմ, գիտեք, մի հատ օրինակ բերեմ։ KFC ցանցը բոլորդ գիտեք, հա, այդ Kentucky Fried Chicken։ Դա հիմնադրեց Ոմն Հարլան Սանդերսը անցած դարում էր։ Այս մարդը մինչև 40 տարեկանը նորմալ աշխատանք չուներ, հա, այս գործի տեղից գնում էր այն գործի տեղը, հա, փոխում, այս չէր ստացում, այն չէր ստացում, ոչ մի բաներ իր մոտ չէր ստացում։ Արդեն 40 տարեկանը բոլորել էր, երբ որ սկսեց հավ տապակել եւ կամացից ոնց որ հասկացավ, որ այս իր գործունեությունը բավականին հետաքրքիր բիզնես հնարավորություններ է պարունակում էլի իր մեջ։ Ու ճիշտ է, այդ ցանցը այսօր որ տարածվել է ամբողջ աշխարհով մեկ, դա իր շնորհքը չի, ինքը վաճառել էր այդ ցանցը, դա նո սկզբից ֆրանչայզինգի հիմունքներով էր տրամադրում այդ իրավունքները, հետո վաճառեց առհասարակ այդ ցանցը, վատ գնով էլ չվաճառեց։ Ասածս այն է, ասածիս իմաստը, որ ինչքան էլ չթվա, որ գնացքը արդեն գնաց, արդեն ուշ է, էսա, այնա, այսինչ վիճակ է, միշտ կա նաև հնարավորություն։ Նորից եմ ասում, փայտը միշտ երկու ծայր ունի։ Այդ հաշվեկշիռը միշտ պահպանվում է։ Եթե մի կողմից առաջանում է ինչ-որ սպառնալիք, մյուս կողմից առաջանում է ինչ-որ հնարավորություն։ Այդ հնարավորությունը հիմա մենք ինչքանով կօգտագործենք, դա չգիտեմ, դա արդեն ոնց կստացվի, էլի, բայց պետք չի սենց բացարձակապես հոռատեսորեն նայել այդ ամեն ինչին եւ այն տեսակետից մոտիկանալ, որ ահա, վсё, քաշվանք։ Չէ, չքաշվանք։ Ինչպես տեսնում եք, ԱՄՆ-ն արդեն ռազմական համագործակցության տարեր է մտցնում, հա, երևի բոլորը տեղյակ եք, որ ամռանը մեծածավալ ռազմական տեխնիկա է ժամանում, ճիշտ է ժամանակով, հա, մեզ չի որ գալու է ԱՄՆ Հայաստանում, բայց զորավարժություններ են անցնելու, ամերիկյան զորավարժություններ անցնելու են Հայաստանում։ 10 տարի առաջ ընկերներ, երևի մեկը որ հնչեցներ, որ գիտեք ինչ կա, շուտով ամերիկյան զորավարժություններ կանցնեն Հայաստանում, Զարի ռազմաբազայում, չգիտեմ, կամ կծիծաղեինք իրա վրա, կամ կասեինք դե լավ, հերթական այն հիմար դուս տվողն է էլի, դե բարի ուտես, որ սա դառնում է իրականություն։ Հիմա այդ քայլը իր հետևից ինչ կբերի, ես չգիտեմ, բայց ես գիտեմ մի բան, որ ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Տեսեք, այս աշխարհի 200 պետություններից այնպես չի, հա, որ ԱՄՆ-ն սենց այդ բանը գլոբուսը պտտացրեց, մատը որտեղ կպավ, չէ։ Բնականաբար մեր կառավարության կողմից շատ լուրջ աշխատանք է վարվել եւ վարվել է հենց այն մարդկանց հետ, ում հետ որ պետք է, որտեղ նման որոշումը հասկանում եք, չէ, բարձրագույն մակարդակի վրա է ընդունվում։ Այնպես չի, որ այնտեղ մի հատ, չգիտեմ, էլի, կապիտանի ուսադիրներով մեկը որոշում է կայացրել, չեմ ուզում նեղացնեմ կապիտաներին, հանկարծ սխալ չհասկանաք ինձ, հա։ Նա այնպես չի, որ մեկը ինչ որ ցածր սպայակազմից որոշում է կայացրել, այ նման կարգի որոշում, չէ, սա համաձայնեցվում է ամենաբարձր մակարդակով։ Ուստի տեսնում ենք, որ փաստորեն աշխատանքը կատարվում է։ Փաստորեն մեր կառավարությունը ձեռքերը ծալած նստած չի։ Այդ աշխատանքը մենք չենք տեսնում, հա, բնականաբար։ Ես համոզված եմ,
20 թիվը դե բոլորիս են ոնց որ ասում են սրտի վրայի խոցն է, հա, բայց եկեք մի հատ սթափ նայենք, էլի 20 թիվը Ալիևի համար հնարավոր չէր լինի, եթե այդ նախապատրաստական աշխատանքը չկատարվեր աչքից հեռու ռեժիմով։ Պատկերացնում եք ինչքան ընդդեմ, չնայած Ադրբեջանում այտենց երկար լեզու ունեցող չկա, դե ռեժիմը շատ ձիգապահում, ես չեմ ընդունում, որ դա ճիշտ է, բայց արի ու տես, որ ռազմական բախման պարագայում դա ավելի արդյունավետ է։ Միշտ, ասենք, բռնատիրությունը ռազմական այդ բախման շրջանակներում եղել է ավելի արդյունավետ։ Հիշենք, չգիտեմ, հին պատմությունը, Ցինցինատին հիշենք, հա, երբ որ ռազմական վտանգ էր սպառնում հռոմեական կայսրությանը, Ցինցինատին դիմեցին, ասեցին մենք քեզ ուզում ենք տեսնել որպես Հռոմի բռնապետ, տենց էլ կոչվում էր այդ պաշտոնը։ Եվ հա, մարդը համաձայնվեց այդ բռնապետի պարտականությունները ստանձնեց, կարճ ժամանակում հարցը լուծեց, իմիջիայլոց դա կրկնվել է եւս մեկ անգամ, հենց նույն Ցինցինատի հետ։ Այսինքն, այդ ինչի համար եմ սա ասում, հա, ռազմական բախման շրջանակներում, այդ տրամաբանության շրջանակներում, այո, բռնապետությունը մի շարք դեպքերում շատ ավելի արդյունավետ է դուրս գալի, քան ժողովրդավարությունը։ Դե մենք ժողովրդավարությունը ոնց ենք հասկանում, էլի 3 միլիոն բնակչության, ոնց որ ասում են 3 միլիոն վարչապետ։ Ես կավելացնեի 3 միլիոն մեկ անձում, համ վարչապետ, համ նախագահ, համ պաշտպանության նախարար, համ գլխավոր շտաբի պետ, համ, ցանկացած հարցով։ Կլինի դա վարակաբանություն, չգիտեմ, էլի բժշկական ինչ որ հարցեր, էլ չեմ ասում տաքսիստները, նրանք բոլորը գիտական աստիճան ունեցողներ են։ Լավ, ինչևից է, այնուամենայնիվ երկարատև հեռանկարում, հա, մենք գիտենք, այդ էլ պատմությունից գիտենք, որ բռնատիրությունը չէ, արդյունավետություն էս չի, որ Ադրբեջանն էլ Հռոմը չի, էլի, որ ահա, ասենք, այս հարցերը լուծվեց ու իրանց մոտ կտրուկ անցում տեղի ունեցավ դեպի ժողովրդավարություն, չէ։ Երբ որ դու 20 տարի շարունակ քո ժողովրդին վարժեցնում ես, չեմ էլ ասում դաստիարակում ես, հա, վարժեցնում ես այդ հայատացության շրջանակներում, առհասարակ անհանդուրժողականության շրջանակներում, չես կարա դու հետո դա, ասենք, թեկուզ նույն 20 տարվա մեջ հետ բերել, չէ, շատ ավելի երկար ժամանակ է պահանջվելու, շատ ավելի լուրջ ջանքեր։ Իսկ հայատացությունը իրանց մոտ արդեն դասագրքերում է, էլի ամրագրված, դա էլ բոլորը գիտեն, դա էլ գաղտնիք չի, էլի, ցավոք, դա տենց է։ Ինչ եմ ասում ցավոք, որտեղ գիտեք ինչ, մեր աշխարհագրական դիրքը հենց է, որ սա մեր հարևան պետությունն է, մենք էլ իրանց հարևան պետություն ենք։ Մենք չենք կարա բնաջնջենք իրանց, իրանք չեն կարա բնաջնջեն մեզ։ Ռուսական կայսր կար մի հատ, Ալեքսանդր III-ը, իր կառավարության անդամներից մեկը, Սերգեյ Վիտեն, հրյաների հանդեպ հանդուրժողականության քաղաքականություն էր վարում, իսկ Ալեքսանդր III-ը յուդոֆոբ էր, այսպես ասած, հա, եւ ինքը Վիտեին կանչում է իր մոտ, հարցնում, ասում է, ճիշտ են ասում, որ դու հանդուրժում ես հրյաներին, շատ ուրիշ բառերով են իհարկե ասում։ Վիտեն շատ լավ պատասխան է տալի, ասում է, մի հատ հարց տամ, էլի կարելի է, ձեր ընդմեծություն, դուք կարող եք բոլոր հրյաներին խորտակել Սև ծովի մեջ։ Ալեքսանդրը զարմանում, ասում է, ինչի համար ես դարձնում։ Նրա համար, որ եթե չես կարող իրանց բոլորին խորտակել Սև ծովի մեջ, պետք է ընդունես, որ սրանք քո կայսրության քաղաքացիներն են, եւ իրանց հետ վարվես ոնց որ քո կայսրության քաղաքացիների հետ։ Հիմա ոչ մենք կարանք իրանց բնաջնջենք, ոչ իրանք կարան մեզ բնաջնջեն, հա։ Ուստի մենք պետք է ընդունենք, որ այ մարդ, հիմա այսենց մեզ էլ բախտ սենց վիճակվեց, էլի, հա։ Այն Բավելը ոնց էր գրում, հա, ասում է, ինչ կլներ, որ մեզ բնակեցներ Շվեյցարիայում, էլի, որ հարևաններ լինեին սրանք, հա, օդը սենց։ Հիմա մենք էլ էստեղ ենք, ինչ անես։ Մեր հարևաններն էլ էս են։ Թուրքիան, Ադրբեջանն, Պարսկաստանն, Վրաստանն, էս է մեզ բախտ վիճակվել, պետք է մենք ստապ գիտակցենք, որ ապրելու ենք, հա, իրար կողք։ Ինչ ձև, ոնց կլինի, ինչ կլինի։ Իդեպ այս խաղաղության պայմանագրի վրա վարվող աշխատանքները ոնց որ թե մոտիկացել են ավարտին, եւ սա եւս մեզ համար շանս է, հասկանում եք, մեզ ժամանակ է պետք, ընկերներ, մեզ Հայաստանի ժամանակ է պետք, մի հատ շունչ քաշենք, էլի։ Իհարկե, Ալիևը չի ուզում ստորագրի այդ պայմանագիրը, որտեվ մենք այսօր պարտված կողմն ենք, մենք պարտված երկիրն ենք, ինքը ուզում է այս իրավիճակից քամի հնարավոր առավելագույնը իր երկրի համար եւ իր համար, իհարկե, հա։
Այնպես չի, որ ինքը մենակ երկրի մասին է մտածում։ Ցավոք, մեր 90-ական թվականների իշխանությունը այն նույն Լևոնը, նույն Վազգենը, նույն մյուսը, Վանոն, հա, այտենց որ շատերը գովում են իրանք չկարողացան այն նման իրավիճակում, բայց հայլային էր։ Մենք էինք հաղթած կողմը, իրանք պարտված կողմն էին, չկարողացան ոչ մի կերպ ամրագրել դա։ Ալիևը իրանց բոլորից ավելի խելացի է, այսինքն իրար հետ վերցրած, հա, բոլորից ավելի խելացի է։ Եվ իհարկե, ինքը աշխատելու է մսխել հնարավորին շատ այս իրավիճակից, հա, հնարավորին շատ զիջումներ մեզանից ստանա։ Ոնց որ թե եկել է շեմը, ոնց որ թե կա ինչ որ արդեն երկու կողմից պատկերացում, որ այս սա է ուրվագիծը այդ պայմանագրի, սրանից են կողմ ոչ այս կողմնա գնալու, նահանջելու, ոչ այն կողմնա։ Ուստի եւ դա իմ կարծիքով կարելի է միայն ողջունել մեզ ժամանակապետք ոտքի կանգնելու համար, շունչ քաշելու համար, երբ որ մենք կունենանք բանակ, որը որ իզորու կլինի գոնե արտաքին սպառնալիքները, հա, չեզոքացնի, անդրադառնանք ցանկացած հարցին, բայց մինչև այդ նստենք սպասենք, ոնց որ վարչապետներ ասում, հանգիստ նստեք ձեր տեղները, հա, հիմա մեզ մնում է սա, հա, ով ինչ կարա իր տեղը էլի անում է, ամեն մեկս փորձում ենք Հայաստանի պաշտպանող ունակությունը ամրապնդել մարդա մեր ջանքերով, էլի, ում ձեռքից ինչ որ գալիս է, բայց քանի որ մենք հələ այդ գործընթացը չենք ավարտել, ընկերներ, եկեք հասկանանք, էլի, որ հիմա մեր անելիքը սպասելն է, հա, պայմանագիրը ստորագրելը, սպասելը մինչև մենք կկարողանանք ոտքի կանգնել, իսկ մենք ոտքի կանգնում ենք և մեզ ոտքի կանգնեցնում են կողքից, դա էլ արդեն անգամ այն աշճանի պարզ է դարել, որ Ալիևի ռեժիմը դա էլ խաղաքարտ է դարձրել, տեսեք, Հայաստանին զինում են, հա, նույն Ֆրանսիան, այնպես չի, որ մենակ Ֆրանսիան է իմիջայլոց, հա, այս ամենը պետք է իր պտուղը բերի, էլի, ընկերներ, չի կարելի ցոգոլ վիճակում փորձել դա քաղել, թթու է լինելու, հասունացնենք այդ պտուղը, հա, հետո բոլորս միասին վայելենք։ Երևի այսօր այսքանը, ընկերներ, մոտակա ժամանակները այս իրադարձությունները էլ են զարգանալու և էլի կլնեն նոր եթերներ, դուք էլ ձեր կողմից ինչ-որ կունենաք ասելու, գրեք, դե գրում եք, հա, շարունակեք գրել, ես կփորձեմ ինչքան հնարավոր է, թե ասենք հրապարակումների ձևով, թե եթերների ձևով լուսաբանել են հարցեր, լավ իմ կարծիքը էլի, հա, հայտնել։ Այնպես չի, որ ես, չգիտեմ, քաղաքագետ եմ, էլի, չէ։ Իմ կարծիքը կհայտնեմ, կկիսվեմ ձեզ հետ, դուք էլ ձերը կասեք, չգիտեմ, կփորձենք ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ, հա։ Գրկում եմ բոլորիդ մաղթում եմ ամենալավն ու բարին։ Կհանդիպենք հաջորդ եթերներում։ Ցտեսություն։